Բարև ձեզ Factor TV հյուրը միտք վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Factor TV գալու համար։ Տեսեք, սկսենք Ադրբեջանի նախագահի մի հայտարարությունից, քիչ առաջ, որ հույս ունի խաղաղության համաձայնագիրը կստորագրվի այս տարի, ստորագրման տեսանկյունից ամեն ինչ կախված է նրանից, թե երբ կփոխվի Հայաստանի սահմանադրությունը, հենց դա լինի հաջորդ օրը ստորագրում ենք։ Մենք գիտենք, որ մարտին է ներկայացվելու նախագիծը Հայաստանի իշխանությունների կողմից, բայց հունիսին ընտրություններ են եւ մինչեւ իշխանություն ստանձնել, հետընտրական չգիտենք ինչ զարգացումներ եւ այլն, կարծում եք հավանական է այս տարի նաեւ հանրաքվե լինի եւ փոխվի սահմանադրությունը, թե եւ կնքվի պայմանագիր, թե կարող է նաեւ մինչեւ հանրաքվեն այդ ստորագրումը տեղի ունենալ, ինչ է դուք մտածում։ Ես մնում եմ իմ տեսակետին, որ մինչեւ հանրաքվե չլինի, չի ստորագրվի։ Ես կասկածում եմ, որ դրանից հետո կստորագրվի։ Բա ինչպես եք բացատրում։ Ես բացատրում եմ ժամանակ ձգելով։ Ճիշտ ասած իմ տեսակետը չի փոխվել։ Ես Իլհամ Ալիևին չեմ վստահում, մեղմ ասած, ոչ թե իրեն, այլ իր քաղաքականությանը, խաղաղության հասնելու, նա անդադ խոչընդոտներ է ստեղծում խաղաղության պայմանագրի ստորագրման համար, ինչ որ սահմանադրություն, իրենց սահմանադրությունն էլ լուրջ խնդիրներ ունի, ավելին, եթե Ադրբեջանի սահմանադրությունից հեռացվի հղումը Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերին, դա առավել լուրջ խնդիր է հանդիսանում, այսինքն ըստ էության Ադրբեջանի այսօրվա տարածքը լեգիտիմ որևէ հիմնավորում չի ունենում, եթե Հայաստանը ցանկանար ձգձգել խաղաղությունը, պատկերացրեք մենք քանի անգամ կարող էինք դրա մասին խոսել սահմանադրության։ Իսկ ինչ վերաբերում է կհասցնեն թե ոչ, ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը չի գնա հանրաքվեին, այդպեսի քայլ չի անի, ընտրություններից հետո ինչ տեղի կունենա։ Ես կարծում եմ դա համընկնելու արդեն ներքաղաքական զարգացումները ԱՄՆ-ում։ Ալիևն էլ է մտածում, որ մինչև նոյեմբեր չի հասցնի Փաշինյանը հանրաքվե անի եւ բոլորը իմ կարծիքով Ռուսաստանից սկսած սպասում են արդյոք Թրամփը կորցնի կոնգրեսը, թե ոչ, ներկայացուցիչների պալատը կորցնելու մասին արդեն խոսում են եւ պատկերացրեք այնտեղ դեմոկրատները նշում են, որ հանձնաժողովներ են ստեղծելու, լսումներ են անելու, եթե Թրամփը այդ ամեն ինչի մեջ ներգրավի, ես կարծում եմ Ալիևի Պուտինի նմանների հույսը հենց դա է։ Տեսեք, երբեմն քննարկում է տարբերակ, որ մինչև հունիսի 7-ը ստորագրվի համաձայնագիր եւ վավերացումը լինի միայն հանրաքվեից հետո, այդպիսի բան հնարավոր է, թե Տեսեք, ես Ադրբեջանի խորհրդարանին վերաբերում այնպես, ինչպես Ադրբեջանի քաղաքասերակցությանը, այսինքն չեմ վերաբերում որևէ կերպ, որովհետեւ դա մի հոգի է։ Իսկ թվում է բոլորը դա հասկանում են, չէ՞։ Այդ մարդկանց հետ ես էլ եմ հանդիպել, որ այստեղ իրենք կային, եւ ես որևէ տարբերություն չեմ լսել իրենց եւ Իլհամ Ալիևի տեսակետին։ Նախորդ օրերի նկատի ունեք, որ ասում եք, այստեղ կային հանդիպել։ Ծաղկաձորում նրանցից ակտիվներին մենք Բրյուսելում այդպեսի հանդիպման էինք ներկա եւ դա, այսինքն եթե մեր փորձագետների շրջանում կա քննադատական վերաբերմունք, կարծիքների փոխանակում, այնտեղ այդպեսի բան չկա, չի կարող լինել։ Ես չեմ մեղադրում այդ մարդկանց, այսինքն Ադրբեջանը ավտոկրատ երկիր է։ Այս առումով ինչ էլ ստորագրվի, նույնիսկ ավելին ասեմ, նույնիսկ եթե ստորագրվի եւ վավերացվի, այսինքն ինչ որ մեկը վստահ է, որ Ադրբեջանը պահելու է այս ստորագրած փաստաթուղթը, ես մնում եմ այն տեսակետին, որ խաղաղությունը այլընտրանք չունի։ Հիմա սա չի վերաբերում նրան, որ մենք տենց մինչեւ հասնենք գարդման, դա դնում եմ մի կողմ։ Չեք ուզում Գարդմանը չենք ուզում, պատմական արևմտյան Հայաստանը չենք ուզում, օրը կգա սերունդներին թող դա մնա այդ հարցը, թե հնարավորությունը կլինի։ Մեզ պետք է խաղաղություն, այս կտորը պետք է պահել, այսպես ասած, բայց այդ խաղաղությունը պիտի ունենա երաշխիքներ եւ երաշխավորներ, որը Ադրբեջանը չի։ Շատ լավ, տեսեք, ո՞րն է ամերիկյան կողմի նպատակը Հայաստանի ուղղությամբ, Վենսի այցը ուղեկցվեց կոնկրետ, ասես տնտեսական, էներգետիկ տարբեր ոլորտներում կոմունիկացիոն ծրագրերի համաձայնեցմամբ Հայաստանի հետ ավելի գործնական փուլի մեջ է, Ադրբեջանի հետ նոր ինչ-որ այսպես ստվերներ են գծվում, այդ թվում արհեստական բանականության ոլորտում գործակցության եւ այլն։ Վենսի այցի այսպես աշխարհաքաղաքական նշանակություն կուզեի նաեւ Հայաստան-Ադրբեջան համատեքստում, հետո անցնենք Ռուսաստանից մի հետաքրքիր հայտարարություն է հնչել, դա էլ կքննարկենք։
Նախ ես մի բան ուզում եմ ավելացնել, որ Ալիևը երբ նացիստ է անվանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, բոլորը գիտեն իր վերաբերմունքը նրանց հանդեպ բացասական է, բայց կարծեմ Միսկի խումբ կար եւ աշխարհի 3 գերհզոր երկրների ղեկավարները այդ մարդկանց հետ բանակցում եւ հանդիպում էին իրենց ներկայացուցիչները։ Փաստորեն Ալիևը նացիզմի մեջ է մեղադրում լուրջ երկրների, այդ թվում Վլադիմիր Պուտինին, որովհետեւ իր ասած ընդհանրապես տրամաբանության չի ենթարկում եւ ինչու է պետք այդպիսի հայտարարություններ անել, իմանալով որ դա Հայաստանում բացասաբար է ընդունվելու։ Ինչ վերաբերում է Վենսին, գիտեք, Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ շատ ես կասեի, այսպես վախեցնող հայտարարություն արեց ինձ համար, հիշում եք երկաթուղու հետ կապված, որ կառավարումը փոխանցվի, գնեն Ղազախստանը, Քուվեյթը, Կատարը, չգիտեմ, բարեկամական պետության։ Այնտեղ նա մի արտահայտություն է անում եւ սա շատ կարեւոր հիմա ես ուզում եմ հարցադրում անել, որ կան երկրներ, որոնք դեմ են, որ Նախիջևանից հետո շարունակվի Հայաստանով, որովհետեւ Ռուսաստանն է վերահսկում։ Պետք է բացահայտել դա որ երկրներն են։ Ինչու՞, որովհետեւ Միացյալ Նահանգները ես վստահ եմ շատ լավ գիտի, որ Հայաստանը ինքնուրույն չի կարող լուծել այդ հարցը։ Ստացվում է կամ Միացյալ Նահանգները գցել է այդ հարցը Հայաստանի ուսերին եւ Հայաստանը իրոք չի կարող դա լուծել։ Նախ իրավական առումով, այդտեղ դատեր կան։ Ես պետք է հիշեցնեմ, որ իսկ ռուսական սառեցված ակտիվները չեն կարողանում վերցնել, վախենալով միջազգային ատյաններում դատերից։ Հիմա բոլորը կասեն ինչ միջազգայինի ան, բայց դե Պուտինը դրանից օգտվում է։ Վլադիմիր Պուտինին չի պատկանում երկաթուղին։ Հաջորդը, եթե դա Ամերիկայի բողոքը չի, դա կարող է լինել կամ Թուրքիան, կամ Ադրբեջանը։ Այլ երկիր չի կարող բողոք արտահայտել։ Հիմա այսինքն այստեղ տորպեդահարում են կրկին, ուրեմն կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։ Որպեսզի մեղրից երկաթուղին հասնի Նախիջևան եւ ոչ թե որ Հայաստանի, այո, տարածքով ամբողջ խաղաղության խաչմերուկ, որ ասում են, լիովին ապաշրջափակում տեղի չունենա եւ տնտեսապես դա Հայաստանի ըստ էության ձեռնտու չի, որ նայում ես։ Այսինքն մենք պիտի հասկանանք դա որ երկիրն է, դա պիտի բարձրաձայնվի։ Այն որ Ռուսաստանը չի վաճառի այդ իրավունքը, դա ակնհայտ է, թե Ռուսաստանը վաճառի, ինչու է մնում տարածաշրջանում այս ամբողջ որ ասում աղմուկը, ինչի համար էր այս 4-5 տարի նոյեմբերի 9-ի։ Սա շատ կարևոր է եւ մենք պիտի հասկանանք Միացյալ Նահանգները միայնակ է թողել Ռուսաստանի հետ այս հարցով, դու Ջեյդի Վենսի այցից որ խոսեցիք, թե դա Միացյալ Նահանգների պահանջը չի։ Իսկ ինչ վերաբերում է այցին, առաջինը հենց սա է կարևոր ճանապարհների ապաշրջափակումը, ով է խոսելու Պուտինի հետ։ Միայն նահանգները կարող է այդ հարցը կարգավորել։ Հետո Պուտինը կիրառել է պատժիչ մեխանիզմներ, եթե սահմանները փակեն։ Մենք դիմանալու ենք այդ մեխանիզմներին, եթե չունենք բարձիկներ անվտանգության, հայ-թուրքական սահմանը հայ-ադրբեջանական փակ է լինելու, Իվանիշվիլին ռուսամետ է, այնտեղ հայկական ապրանքների մեջ մի բան կգտնեն։ Այսինքն ես վախենում եմ մտածել, թե Հայաստանում դա ինչ հետևանքներ կունենա։ Այն որ պիտի ամերիկյան կողմի հետ այս ամենը քննարկել դա մեկ, երկրորդ ներդրումների մասին, արդեն պայմանագրեր պիտի կնքվեն ատոմակայանի կառուցման հետ կապված, մենք Ռոսատոմի հետ էլ ունենք հռչակագիր, պիտի հասկանանք որն է կատարվում։ Երկուսն էլ անհնար է, ինչու գիտեք, մենք էլ ենք ցանկանում բոլորի հետ էլ շփվել, եկեք այստեղով էլ անցեք։ Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա, ԱՄՆ հարաբերությունները մի նայեք Թրամփը Պուտինին գովաբանում է, թե ոչ, նրանք հակադիր շահեր ունեն տարածաշրջանում, դա ամեն օր ասում են Գալուզինից մինչև Շոյգու։ Այսինքն առճակատման ժամանակ մենք ընտրություն պիտի կատարենք։ Արդյոք մենք կարող ենք այդ ընտրությունը կատարել, ունենք այդ բարձիկները, թե ոչ։ Սրանք այն հարցերն են, որ ամերիկյան կողմի հետ պարտադիր պիտի քննարկենք։ Առճակատում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև նկատի ունեք։ Միանշանակ, տեսեք, առճակատում հիմա էլ է տեղի ունենում։ Վենսը որ եկավ, դուք լսեցիք ռուսներին։ Ասում է Լավրովը, մեզ ուզում են հեռացնել տարածաշրջանից։ Ուկրաինայում ասում են Անկորիջի ոգին դավաճանել, ստացվում է Ուկրաինան չեն հանձնում։ Սիրիայից տեսնում ենք ռուսներին ուզում են հանել, Աֆրիկայում են ակտիվացել, Լիբիայում Թուրքիան է ակտիվանում, Խալիֆ Խաֆտարի հետ են բանակցում, այնտեղ ռուսներն են, Վենեսուելա, այսինքն ռուսական գոտիները Միջին Ասիայի մասին էլ չեմ խոսում։ Նվազեցնում են, կարող է Տրամփը գովաբանի Պուտինին, բայց գիտեք ինքը ամենաշատ վնասն է տվել Պուտինին։ Այսօր որ ՆԱՏՕ-ն զինվում է, որ Եվրոպային քննադատում են, ճիշտ են անում։ Այնպես են անում, Ռուբիոն ասաց, որ Եվրոպան դառնա ուժեղ կենտրոն, դա պետք էր Պուտինին։ Այդ տեսեք, դուք ասում եք, որ երկիրն է, որ իշխանությանը Հայաստանը ասում է, որ ձեր երկաթուղին կարող է անմրցունակ լինել։ Տեսեք, օրինակ երկու գործիքակազմ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ առնազուն ունի Հայաստանի վրա, մեկը դա ատոմակայանի
այսպես ասենք, սպասարկման, շահագործման գործն է, որ Ռոսատոմը իրականացրել է, եւ մեր ատոմականի վառելիքը հենց Ռուսաստանից է բերվել, հա, այսինքն դա լրջագույն կախվածություն է, թվում է թե ատոմականը էներգետիկ անկախություն է բերում, բայց վառելիքը որտեղից բերում ես լրջագույն կախված է այդ դեպքում Ռուսաստանից։ Այստեղ կա հավանականություն, ես միայն հավանականության մասին կարող եմ խոսել, որ ԱՄՆ-ի հետ կառուցվի այդ մոդուլային ատոմականը, այսինքն Ռուսաստանը այստեղ կորցնի ազդեցություն, եւ երկրորդը երկաթուղու հարցը, կլինի Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Ղազախստանը, թե Հայաստանը, ամեն դեպքում տեսնում ենք Հայաստանի իշխանությունը բաց է խոսում այդ Փաշինյանը ասում էր իմ հայացքը այն է, որ պետք է գնենք, հա, այդ կառավարման կոնցեսիոն իրավունքը Ռուսաստանից, հնարավոր է սա մի ամբողջ այսպես պատկերի մաս լինի, միգուցե ամերիկացիների հետ է Փաշինյանը այսպիսի քննարկումների եկել, չգիտեմ, ամեն դեպքում նախկինում այսքան բաց չէր խոսում, որ ուզում ենք գնել, ասում էր հա խնդիրներ կան, ներդրումներ արեք եւ այլն, բայց որ ուզում են գնել, մի տեսակ չլսված էր մինչև վերջը։ Հայաստանը կարծես այդ առաջարկը արել է։ Եթե դրանից հետո Ռուսաստանը մերժից, Ռուսաստանը մերժելու է եւ ամերիկյան կողմից չլինեն քայլեր, ուրեմն Ամերիկայի նախաձեռնությունը չի սա։ Դա Նիկոլ Փաշինյանն է մտածել, ինչպես այդ հարցը լուծի։ Գուցե նա գնացել է Ամերիկա, ասել է ես կխոսեմ Պուտինի հետ, իր հետ լավ հարաբերություն են, բայց սա նշանակում ենք չենք գիտակցում իրականում ինչ է կատարվում։ Երբևիցե Ռուսաստանը չի վաճառի այդ իրավունքը։ Այսինքն վաճառի գնա։ Սա մեկ, երկրորդը հիմա էլ ասում են երկաթգիծ նոր կառուցենք։ Այսինքն դա ինչ որ մի բան գալու է դառնա Հարավկովկասյան երկաթուղու մաս, օդով չի գնալու այդ նոր երկաթգիծը։ Այսինքն էլի դառնալու է Ռուսաստանի վերահսկողությամբ ինչ որ երկաթուղի։ Սա ցույց է տալիս, որ սա շատ լուրջ խնդիր է։ Ես հույս ունեմ, որ սա ամերիկյան կողմի հետ քննարկվել է։ Ուրեմն հիմա արդեն Տրամպը Պուտինի հետ պիտի խոսի։ Դուք հասկանում եք, սա այդպիսի խնդիր է։ Այսինքն ինչ ասի դե դու դուրս արի, մենք քեզ շրջանցող ճանապարհ ենք կառուցել, քեզ էլ գումար կտանք, արդյոք Պուտինը կհամաձայնի, չեմ կարող ասել։ Արդյոք Տրամպը կգնա արճակատման հիմա, գնալու է, բայց հիմա այս հարցով Պուտինի հետ չեմ կարող ասել։ Մենք որքան ժամանակ ունենք Տրամպը մինչև գնահատությունների, սա շատ բարդ խնդիր է։ Ինչ վերաբերում է ատոմականին, ասում են այդպիսի փորձ ԱՄՆ-ն կարծես առաջին անգամ է կատարում Հայաստանում, ընդհանրապես այդ մոդուլային ատոմականը։ Ռուսները գնայք ամբողջ օրը ասում են մենք գիտեք ինչքան մեծ փորձառություն ունենք ատոմական կառուցելու էժան եւ որակով։ Տվեք մեզ, բայց այստեղ եւի հարցի քաղաքական մասն է։ Իհարկե, սա ճնշման լծակ է։ Պարտադիր մենք պիտի ազատվենք այդ ազդեցությունից, բայց արդյոք դա արագ կարող է կատարվել, անվտանգ է թե ոչ, անվտանգության մասին է, չէ՞, պիտի մտածենք։ Գիտեք, ռուսները որ անվտանգ ատոմականների մասն է խոսում, եւ Չեռնոբիլը մոռացել են։ Ինչ է կատարվել, այնպես չէ՞ էլի, որ տենց շատ անվտանգ են կառուցում։ Սա լայն սպեկտր է եւ գիտեք Հայաստանը շատ փոքր երկիր է, Հայաստանի վրա ազդելը արագ շատ հեշտ է, հասկանում եք, դա Ուկրաինան չի այդպես մեծ, որ միտեղ պատերազմ լինի, միտեղ նորմալ կյանք։ Ես չեմ ցանկանա, որ տնտեսության վրա է ազդելու Պուտինը։ Այնինք միշտ դա են, չէ՞ խոսում։ Մենք գիտեք ինչ կապեր ունենք, Օվերչուկը, իրենք կարող են այստեղ ապակայունացնել վիճակը։ Փաշինյանը ինչի՞ չի գնում արճակատման, որ ասում են թող խլի։ Ինքը հասկանում է այդքան, ինքն էլ հիմա ընտրությունների մեջ է։ Ես չգիտեմ ամերիկյան կողմը իրեն ինչ խոստումներ է տվել, սա փակ թեմա է արդեն։ Շատ լավ, հիմա Գալուզինից խոսենք, նրանք ռուսական պաշտոնյաները Լավրովի, Գալուզինի տարբեր այսպես մակարդակներում եւի օր չկա, որ լրահոսում չհայտնվեն եւ անեն այսպիսի հայտարարություն, օրերս վարչապետ Փաշինյանը հարցազրույցում նշել է, որ Հայաստանի գիծը չի ենթադրում վնասել Ռուսաստանի շահերին, բայց մենք տեսնում ենք Երևանը արագացնում է ռազմաքաղաքական տնտեսական մերձեցումը արևմտյան երկրների միավորումների հետ, մեր հայ գործընկերներին ասել ենք, որ արևմուտքի համար Հայաստանն ընդհանրապես գեոպոլիտիկ պայքարի գործիք է Ռուսաստանի դեմ։ Լավրովն էլ ասում էր, հուսամ մեր հայ գործընկերները հասկանում են, որ ԱՄՆ-ն եւ Եմեն բարի մտադրությունների տակ եկել են Հայաստան, որ Ռուսաստանի շահերը ճնշեն եւ Ռուսաստանին վնասեն, այս ինտենսիվացումը այս հայտարարությունները նախ հասկանանք ինչու են ինտենսիվացրել, որ չեք կարող ԵՏՄ-ում եւ ԵՄ-ում միասին լինենք եւ այլն, դա էլ այն մյուս էջն է, հետո մի քիչ ավելի կբացենք թեման, հա։ Ինտենսիվացել են, որովհետեւ մոտենում է, ես ասել եմ 26 թվականը շատ կարեւոր տարի է լինելու ամբողջ աշխարհում։
ուրեմն ազդեցության գոտիների արագ բաժանում է տեղի ունենալու եւ պարզ է որ Ռուսաստանում դա գիտակցում են որ Հայաստանը կարող է օգտվել Ուկրաինայում Ռուսաստանի խրվելուց եւ ոչ միայն Հայաստանը դա Ղազախստանին էլ է վերաբերում եւ որ ասում բարեկամական եկիր Ղազախստան ես կասկածում եմ որ Պուտինի համար Ղազախստանը բարեկամական է հաշվի առնելով այն որ Սոլովիովը ամեն օր ասում է որ դա արհեստական ստեղծված երկիր է հապկի անդամ ենք դե մենք գիտենք որ հապկի անդամները իրար չեն պաշտպանում եւ բարեկամ չեն Բելարուսն ու Հայաստանը օրինակ սա եթե Փաշինյանը իհարկե չլիներ բացառությամբ Ղազախստան հապկի զորքեր չուղարկեր, չէ՞։ Իդեպ դա Ղազախստան մինչ օրս քննարկվում է եւ շատ բացասաբար է ընդունվել, այլ հարց է, որ իրենք չեն գիտակցում Հայաստանը ինչ վատ վիճակում էր, էլի, հիշում եք։ Տեխնիկական որոշում կայացնող Փաշինյանը, այսինքն մոտենում է դրա համար ամեն օր ավելի արագ են խոսում եւ իրենք գիտակցում են, որ Լավրովն ասաց նոր ճանապարհները, հատկապես էներգետիկ, գազի, նավթի տեղափոխման ուզում են Ռուսաստանից խլել, հենց այդպես էլ նա խոսեց։ Դա պարզ է։ Ինչ վերաբերում է որ Հայաստանին օգտագործում են, ես ռեալ պոլիտիկի կողմնակից եմ, այսինքն Ռուսաստանը մեզ չէր օգտագործում։ Բոլորին ուզում են օգտագործել, այդտեղ բառ եմ ասում։ Հիմա կամ դու օգտագործվում ես եւ ոչնչանում ես, կամ դու էլ փորձում ես դիմացինին օգտագործել, իհարկե քո ասում չափերի սահմաններում։ Հիմա այն որ Ռուսաստանի շահերը մեզ հետ չեն համընկնում եւ դա իբրև թե մենք Ռուսաստանի դեմ ենք գործում, այսինքն երբ որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը ռազմավարական դաշնակից են դառնում, հարց է տալի, ասում են դա մեր շահերից է բխում։ Հիմա ինչա մենք շահ չունենք, մեր շահերից ոչինչ չի բխում, մեր շահերից էլ բխում է նոր կենտրոնների հետ ունենալ շահեր։ Սա է մեզ համար կարևոր եւ դրա մասին իշխանությունները կարծեմ հենց Մոսկվայում էլ ասացին որ մենք մեր շահերն ունենք, բայց ձեզ չենք ուզում վնասենք։ Դուք մեզ հատուկ չեք վնասել, չէ՞, իբրև թե երբ 20 թվականին ձայն չէի քանում, մենք էլ ձեզ չենք վնասում, այս գիծը պիտի տանել։ Իսկ այն որ հայ հասարակության ներսում են ուզում անվստահ հիբրիդ հարձակման ձև է, չէ՞, նոքսն է, նոր եկել են ձեզ վաճառեն գնան։ Այսինքն ֆոբիա առաջացնել ԱՄՆ-ի ԵՄ-ի հետ գործակցության նկատմամբ այն բանով, որ այ տեսեք ձեր գլխին կհարված է Ռուսաստանը, շատ մի մերձեցեք արևմուտքին, այսինքն վախն է շնչելու։ Նախ դա, իհարկե ցավալի է, որ մեր դաշնակիցը մեզ վախեցնում է, որպեսզի պահի իր մոտ, եւ երկրորդը պատմությունը, իբրև թե, բայց իրենց ուզած մեկնաբանությամբ, որովհետեւ եթե գիտեք պատմական էքսկուրս անենք, կարելի է հետարքիր իդե բանավեճ դրա վերաբերյալ, այնպես չի որ այն ժամանակ, ինչպես իրենք են ներկայացնում արևմուտքը մեզ դավաճանեց, իրենք մեզ թուրքերից փրկեցին, դա պատմաբանները կարող են դրա մասին 20 թվականի 1900 իրադարձությունների մասին խոսել, բոլշևիկա քեմալական ուրեմն դաշնակցությունն էլ հետ է իդեպ, բայց իրենք մեզ չեն փրկել, էլի, ես կարող եմ դա վստահորեն ասել եւ մեր պատմաբանները գիտեն, բայց ես տեսա այդ հայմատությունը, որ այն ժամանակ էլ եկան հույսեր տվեցին եւ գնացին, բայց իրենք չեն խոսում իսկ ինչի են մեզ հույսեր տալիս, մենք այնքան վատ վիճակում ենք, որ հույսի կարիք ունենք, դա ումից է գալիս։ Ես կարծում եմ Հայաստանն էլ չպիտի լսի իրենք ինչ են ասում, ոչ մի նոր բան չեն ասելու, միշտ էլ իրենք մեզ սպառնացել են, եւ մենք ուղղակի այս սկզբում, որ ես այդ հարցադրումները արեցի, պիտի հասկանանք տնտեսական ոլորտում, հիբրիդ տեղեկատվական ոլորտում, սահմանների հարցում ինչ վտանգներ կան, փակ սահմանների եւ ինչպես կարող է դա կոմպենսացնել։ Ես ասեմ Հայաստանը շատ բարդ իրավիճակում է, ես չգիտեմ Հայաստանի իշխանությունները ինչպես են դուրս գալու այս իրավիճակից, հեչ նախանձելի չի։ Այսպիսի բարդ իրավիճակ, որ ասում են մենք անկախացանք վերջ, ես կասեի երբևիցե չի եղել։ Եվ դա կապված է ներողություն միջազգային իրավիճակի հետ Փաշինյանի խնդիրը չի։ Շատ լավ։ Լավրովը համարյա ծաղրում էր այն մարդկանց, ովքեր համարում են, որ հյուսիսից հիբրիդային սպառնալիքներ կան եւ ՀԱՊԿ-ն վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ Միջդեռ այդ թվում հայաստանյան հետաքննող լրագրողներ բազմաթիվ փաստեր են հայտնաբերել եւ հրապարակումների լիքն են, որ ռուսական, այսպես ասենք, պոչ ունեցող լրատվամիջոցներ, որոնք հաջորդ օրը կարող է փակվեն, մի օրով ստեղծվեն, ասեմ, որ Փաշինյանը, չգիտեմ, ասենք, մի 5 հատ տուն է գնել, հա, բան է, մսկիթներ է սարքում, հետո հաջորդ օրը փակվում է այդ կայքի անունը, որևէ մեկը չի հիշում, բայց հայաստանյան տարբեր ռեսուրսներ դա տարածում են, մի քանի օր քննարկում եւ այլն, հա։ Եվ վերջում հայտնաբերվում է, որ, չգիտեմ, այդ իսպանացի լրագրողը Պուտինի հետ բազմաթիվ նկարներ ունի կամ, չգիտեմ, ասենք, Էփշտեյն։ Հա, այլ մի խոսքով ռուսական, այսպես հետք է երևում։
Կարելի է ասել, այս ինտենսիվացումը նաև որ խոսեցինք, որ դե արևմուտքը ձեզ գործիք է օգտագործում մեր դեմ եւ այլն զգուշացեք եւ այլն, դա նաև ներքաղաքականության վրա ազդելու նպատակ ունի։ Ասենք Վրաստանի իշխանությունները հիշում եք, չէ՞, ինչ են ասում, ընտրեք մեզ, որ Ռուսաստանը չհարձակվի։ Հիմա կան այսպես շահառուներ հայաստանյան ներքաղաքական դաշտում, որ Ռուսաստանից չհեռանանք, թե չէ մեզ կուտի այսպես պայմանական։ Նախ ես համաձայն եմ պարոն Լավրովի հետ, որ հապկը մեզ չի սպառնում, հապկ չկա, եթե մի բան չկա, դա մեզ չի կարող սպառնալ։ Այլ հարց է, որ եթե մեզ զենք չեն վաճառում եւ հապկը դրա համար խնդիր է, մենք պետք է դուրս գանք հապկից։ Ես չգիտեմ, դա խնդիր է թե ոչ, չեմ կարծում, որ ԱՄՆ-ում խնդիր չի, ինչպես վաճառեն զենք, որը կարող է հայտնվել իրենց մտածելով Ռուսաստանի ձեռքում վաղը մյուս օր։ Սա մեկ։ Ինչը աբերում է ներքաղաքական թեմաներ, ես հիմա խուսափում եմ խոսել հատկապես ներքաղաքական թեմայով, ինչու որովհետև ես շատ հիասթափված եմ Հայաստանի ներկա իշխանություններից, ես տեսնում եմ, որ իրենք չեն չեզոքացրել այդ վտանգները։ Գիտեք, ես ընդհանրապես 2 տարի այս ոլորտում եմ, բայց ես ժամանակի կորուստ եմ համարում նույն բանը անընդհատ ասել։ Մարդիկ կան 7-8 տարի անընդհատ Քոչարյանի մասին են խոսում, Սերժ Սարգսյանի դատերը 3 տարին մեկ են լինում, այսինքն հիմա ինչ որ նոր տապաններ են ստեղծվում, թեվավոր եւ այլն, այսինքն այդ մարդկանց հանդեպ որևէ պատասխանատվություն չի գործում։ Ես տեսնում եմ, չէ՞, նաեւ իրավաբանորեն, որ սա ջրի մասին է, կներեք այս ամեն ինչը։ Հիմա ես գամ ամեն անգամ ասեմ, այո, Փաշինյանը ճիշտ է, ընտրենք Փաշինյանին, այն դեպքում որ Նիկոլ Փաշինյանը խաղում է ուղղակի այս մարդկանց հետ։ Ես ասում եմ, դա վտանգավոր է նախ իր համար, բայց առաջնային պետության համար։ Եթե այս խաղը պիտի գնա եւ գնա հարմարության վրա, ես հրաժարվում եմ այս առումով մասնակցել այս ամեն ինչին։ Գնայք, այսինքն Փաշինյանը համարում է, որ այո, Ռուսաստանի հետ կապերի խորացման կողմնակից ուժեր են, ես այսպես մեղմ իհարկե կձևակերպեմ գնահատական չեմ տա, բայց կառավարելիության դաշտում են։ Իսկ դուք համարում եք, որ կառավարելիության դաշտում չեն։ Իհարկե դաշտում չեն։ Հայաստանը փոքր երկիր է, հիմա օլիգարխները որ գումար բաժանեն, տնտեսական վիճակը վատանա, Փաշինյանի հանդեպ դժգոհություններ լինեն, այդ թվում է իրեն, որ դա կառավարել է։ Ես չեմ ասում իրենք կընտրվեն, ես ասում եմ իրենք խանգարեն Հայաստանի խաղաղ կյանքին։ Փողոց կփակեն, չգիտեմ, մանավանդ եթե տնտեսական խնդիրներ առաջանան, գիտեք, մարդիկ ստամոքսով են մտածում, դա հանկարծակի, այսպես ներողություն, սպոնտան ցույցեր կարող են լինել եւ դա այնպես չի, որ Քոչարյանի հեղինակության հետ է կապ ունենալու։ Այս մարդիկ խանգարում են։ Եվ իդեպ իշխանություններն էլ միշտ որ ասում են գործակալներ ուզում են ոչնչացնել։ Հա մի կողմից այդ վտանգը տեսնում են, մյուս կողմից իրենց հետ շատ լավ հարաբերություններ ունեն եւ ես սա չեմ կարող ընդունել։ Ես սա ազնիվ չեմ համարում հայ ժողովրդի դիմաց, որ 10 տարի ներողություն, այսպես ասենք, խոսել նույն բանի մասին, ինչքան կարելի է, անընդհատ հայ հասարակությանը վախի մեջ պայել, եթե իրանք լինեն, վատ կլինի։ Այո, Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյան չի, նա այդպես ուղիղ Ռուսաստանի հետ չի ուզում կախվածության մեջ գտնվել, նա փորձում է նավից այսպես փախչել լավ իմաստով։ Արդյոք կհաջողվի թե ոչ չգիտեմ, բայց եթե դու ուզում ես այդ քայլը կատարել երկրի ներսում ունես այսպիսի վիճակ, այսօր Հայաստանում 90 հատ կուսակցություն կա։ Եվ ասենք ժողովուրդը բոլորից հոգնած է այդ թալանչ ինչքան կարելի է գալ ասել, էսի Քոչարյանի տունն է, նայեք, բան, այսինքն ձեռ է կառվում մարդկանց։ Գիտեք, ես հիմա կարող եմ այտենց այդքան պոպուլյար բաներ չասեմ, բայց ինձ համար ես վերլուծաբան եմ։ Առաջնային ես քաղաքական գործիչ չեմ, խնդիր չունեմ դիտումի կամ ձայնի։ Առաջնային է, որ ես ժողովրդը կարող եմ բացատրել, մեր ժողովուրդը շատ խելացի է, ցույց տամ, որ սա ոչինչի մասին է։ Եկեք ամեն դեպքում միջազգային թեմայով ամփոփենք։ Հայաստանյան ներքաղաքական դաշտը օվկիանոս է կարելի է մտնել եւ դուրս չգալ, հա, քո կամքով կամ, չգիտեմ, ջրի մուրների կամքով։ Միջազգային իրադրությունը, հատկապես Մյունխենի անվտանգության համաժողովը ըստ էության եւս մեկ անգամ ցույց դրեց ԱՄՆ, ԵՄ այդ հակասությունները, թե Ռուբիոն իհարկե իր խոսքում փորձում էր Ամերիկայի եւ Եվրոպայի անսասան այսպես միասնության մասին խոսել, որ մենք համատեղ անցյալ ունենք, մենք ապրում ենք արևմտյան կիսագնդում, բայց Եվրոպայի զավակներն ենք, հա, այսպեսի ձևակերպում էր անում։ Ուկրաինայի շուրջ գիտենք սերիալ է արդեն, չեմ հիշում, որ երրորդ էպիզոդն է, արդեն ով հետ է հանդուպի, կարևորը մենք ձեզ ասել ենք, որ անհնար ինչ են անում եւ այլն։ Բայց կուզեմ մենք միջազգային իրադրության մասին խոսելիս նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մասին խոսենք, ինչքանով է այն adekvat միջազգային իրողություններ են։ Վենսի գալը, չգիտեմ, ասենք,
ԵՄ-ի ուղղությամբ, Ռուսաստանի ուղղությամբ։ Ես մի կարևոր բաներ ասեմ, սա ներքաղաքականի հետ իդեպ կապ չունի։ Անվտանգության համար էներգետիկ կարևոր նաև հեկերի գործունեությունը։ Ես այն օրը հետաքրքիր Factor TV-ն էր նկարահանել 18 թվականին, հետաքննություն էի դիտում, թե ում են պատկանում հեկերը, նախկին պատգամավորներին, իսկ թեմի առաջնորդ տեսակ, արդեն Վայոց ձորի, եւ դա էներգետիկ անվտանգություն է։ Ես կասկածում եմ, որ այդ գործերով կա ինչ-որ վճիռ։ Հասկանում եք, ինչի մասին է խոսքը, համատարած է, դեռ ասֆալտապատումը չեմ խոսում, որ մի սեզոն է ընդհանրապես դիմանում։ Խայտարակություն է, ինչ կատարվում է հիմա։ Ինչ վերաբերում է միջազգային իրավիճակին, չկա միջազգային աշխարհակարգը չկա, Ռուբիոն բոլորը դրա մասին են խոսում, բացի Հայաստանից, որ աշխարհը պատերազմների է գնում։ Եվ Ադրբեջանը ինքը ենթարկվում է այդ ամեն ինչի, չէ՞, Ալիևն ասաց ուժեղի իրավունքն է գալիս առաջ, պետք է լինել ուժեղ։ Այո, քայլեր արվում են դեռ հռչակագրերով։ Մենք պարտադիր պիտի զենք գնենք ԱՄՆ-ից, եթե կվաճառեն իհարկե։ Իրենք են բանակցում, ես ոչ մի բան չեմ կարող ասել։ Այսպես նախնական ինչ որ բաներ կան, արտահայտ չասեմ, բայց կանխատեսումներ նաև ամերիկյան պետական կառույցների հետ շփում ունեցող գործիչներից, որ ԱՄՆ-ն ոնց որ բաց է Հայաստանի առաջ գոնե այս վարչակազմը պատրաստական է գոնե քննարկել հասկանալ զենքի գնման կարիքները Հայաստան եւ ԱԹՍ-ի վաճառքն էլ շատ խորհրդանշական էր նախկինում քիչ բարդ էր ամեն դեպքում պատկերացնել։ Գիտեք, իսկ դուր է գալիս Զելենսկու քաղաքականությունը, ինչ առումով նա գիտի, որ հավերժ չի այդ զենքի վաճառքը, մի օր վաճառում է, վաղը չի վաճառի։ Ինչ է նա անում, իր երկրում գործարաններ է բացում։ Իդեպ այդ տամագավքները որ չեն տալիս, արդեն ուրեմն Ուկրաինան ստեղծել է հրթիռներ, որոնք այդ նույն չափը ունեն, հաստում են, ինչպես տամագավքները, այսինքն փոխարինել է եւ եվրոպացիների ներդրումները բերում է Ուկրաինա, որպեսզի ինքը զենք արտադրի։ Սա շատ լավ լուծում է։ Սա մեկ որ կախված չլինես, հետո մեր գիտնականները շատ լավ կարող են ԱԹՍ-ել արտադրել եւ արտադրում են։ Այսինքն պետք է սա համատեղ լինի։ Իդեպ Պենտագոնին 1 միլիարդի ԱԹՍ-ի պայմանագրի վաճառք ունի Ուկրաինան։ Ինքը վաճառի։ Ինքն է արդեն պատերազմող երկիր է, ինքն է վաճառում։ Սա է կարևոր մեզ համար։ Հայաստանը քայլեր անում է, չես կարող ասել, որ չի անում, քննադատությանը զուգահեռ պետք է ճիշտն էլ ասենք։ Ես ուղղակի կրկնում եմ, քանի որ Նիկոլ Փաշինյանը ինքն է ամեն ինչ ղեկավարում եւ մենք չգիտենք իրեն ինչ են ասում, ինքը ինչ է ասում, արդյոք ինքը զենք ուզում է թե ոչ, հարձակվողական։ Թե մտածում է դա Ռուսաստանին կգրգռի կամ Ադրբեջանին, չէ՞, կարող է Ադրբեջանին գրգռի։ Հաջորդը ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը ելնում է այն մտքից, որ պատերազմը կավարտվի Ուկրաինայում, այս կոնֆլիկտները կավարտվեն եւ այդպես խաղաղություն կլինի աշխարհում, Ռուսաստանն էլ կգա այստեղով կանցնի, դե ինքը որ խոսում է, ես դա եմ հասկանում, Ադրբեջանն էլ կանցնի, Թուրքիան էլ կանցնի, չի լինելու դա։ Հակառակը գնալով սեպը խորանալու է եւ դա Տրամպի հետ կապված չի, Բայդենի ինստիտուտներ են, աշխարհը փոխվում է, Ֆուկույամայի ժամանակները անցել է, Ռուբիոն ասեց դա։ Այսինքն մենք պետք է ելնենք այն մտքից, որ գալու է ընտրություն անելու ժամանակը, այն օրը տեսակ Կայա Կալասը քննադատում էր Ղազախստանի երկրորդային շուկա լինելու համար, մեզ էլ են գալու դա ասեն, ոսկու առևտրի հետ կապված Հայաստանը կան ոսկի չունի էլի, բայց բոլորը գիտեն այդ ամեն ինչը եւ դա շատ բացասական է, ես հիմա ասում եմ, այնպես չի որ լուծումներ կան շատ པարզ, Փաշինյանը չի կատարում։ Դրա համար նա պիտի բոլոր օպցիաները նայի, ժամանակ չկորցնի այս շոուների վրա, արդեն մարդիկ հոգնել են եւ միայն ԱՄՆ-ն չի, Կանադան շատ լավ զենքեր է արտադրում, Կանադան միշտ էլ մեզ համար բաց է եղել, դա անպայման ԱՄՆ-ն չի։ Ներդրումներ Սաուդյան Արաբիայից հետաքրքրված կլինեն, Հայաստանը փոքր երկիր է, ինչ է։ Հնդկաստանի հետ պիտի խոսել, հասկանալ Իրանի հետ այս երկաթուղին, որ ասում են Հնդկաստանով ճանապարհ կա, ընդհանրապես կարող է կառուցվել, դա տնտեսապես շահավետ է, թե ոչ։ Վատագույն սցենարները պիտի նայենք, ոչ թե մտածենք մրցանակը ստացանք, բարիշեցինք, գնացինք տուն։ Ես ձեզ ասեմ, վերջում, որ նույնիսկ եթե Ալիևը իհարկե ես նրան չեմ վստահում, ուզենա գնա խաղաղության, կան քարտեր, որոնք իրեն կարող է ստիպել եւ դա Արցախի հարցն է Ռուսաստանում, որ ինքը այդքան էլ չգնա այն ուղով, որով ցանկանում է, եթե ցանկանա, որովհետեւ այդ հարցը փակ չի, ինձ թվում է դա բոլորը հասկանում են։ Շնորհակալ եմ զրույցի համար, կհետևենք Factor TV-ում հյուրընկալել ենք Լիլիթ Դալաքյանին։